Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինքն իրենք աշխատում են միայն այն բանկերի վրա, որտեղ կա շատ թույլ անվտանգության համակարգ։ Տարիներով նույն մեխանիզմներով իրենք զեղծարարությունները անում են, գիտեն ոնց են անում, մուտք լինում այլ սարքից, որ արձանագրվում է բանկի կողմից, հետո ձևակերպում է մեծ վարկ եւ անմիջապես գումարի ելք։ Ու բանկը իմանալով տարիներով տեսնելով, որ նույն մեխանիզմով են աշխատում զեղծարարները, ոչ մի միջոց չի կարողանում դրա դեմ առնել։ Ձեր կարծիքով այդ բանկերը ներգրաված են այս ծրացած մախինացիաների մեջ։ Նույնիսկ եթե ներգրաված չեն, ամեն դեպքում շահագրգռված չեն, որ զեղծարարության դեմ առնեն, փաստորեն, որովհետև հազարավոր դեպքեր են ու բոլորը նույն ձևով են հիմնականում աշխատում։ Մյուս բանկերի մասով խնդիր չկա անվտանգության առումով։ Հիմնականում 3 բանկերում են ավելի շատ զեղծարարության դեպքերը ու Ինեկոնայդին եւ Արջինը։ Ես ինքս տեսել եմ այս կայքը, ես ինքս նմանատիպ կայքով եմ մտածելով, որ դա իրենց կայքն է, ու այդ կայքերը ակտիվ տարածում եմ։ Ընդամենը գովազ էր կայքով, ես մտածել եմ, որ ես մտնում եմ Ինեկո բանկի օֆիցիալ կայք, փորձել եմ իմ օնլայն բանկինգը մտնել։ Ու դոմեյնը նայել եք, ինչ կայքի հասցեն ոնց էր գրած։ Ինեկո բանկը գրված էր K-տառով, C-ի փոխարեն, կներեք մի տառի փոփոխությունը այո, չեմ էլ նկատել։ Բանկերը քաղաքացիների վրա են նաև դնում պատասխանատվություն լինել ավելի ուշադիր, որովհետև ասում են մենք վերահսկողական գործիքակազմը կիրառում ենք, հենց կենտրոնական բանկի նախագահից անձամբ հետաքրքրվել եմ այս հանցագործությունների մասով, ասել է համատեղ անվտանգային խնդիրները քննարկվում են եւ փորձում են վերահսկել իրավիճակը։ Գնացիք քննչական կոմիտե, այնտեղից էլ ձեզ վստահեցին, որ գործն առաջ է գնում։ Հաջորդիվ դուք ինչ քայլեր եք տեսնում, բացի այսպիսի բողոքի ակցիաներ, օրինակ։ Եթե իրենք վստահեցնում են, որ ամեն ինչ պատշաճ է արվում եւ պատասխանատվությունը նաեւ ձեզ վրա է։ Ես նույնիսկ այս կայքերի լինքերը նկարներով, լինքերով ուղարկել եմ բանկերին։ Ուղարկել են, որպեսզի իրենք կարողանան բլոկավորեն այս կայքերը, չկարողանան գովազ տարածել։ Մինչև հիմա այս կայքերը ակտիվ գործում են։ Եթե ամբողջ բանկային համակարգը չի կարողանում փակել մի Facebook-ի էջ, որը գովազդ է տարածում, ես չգիտեմ ինչ սպասել, ինչ ակնկալիք ունենալ իրանցի ճիշտն ասած։ Իսկ մի բան էլ կներեք, հիմա դուք տուժել եք, չէ՞, ես ոնց հասկացա, կասեք, որ ոնց եք տուժել։ Ուղղակի լինքի սխմել եք եւ ավտոմատ արդեն ձեր տվյալները քաշել է, ինքը իդենտիֆիկացել է, թե ինչ որ գործողություն եք արել։ Փաստորեն փորձել եմ մուտք գործել ու փաստորեն ես իմ պարոլը հավաքել եմ, որպեսզի կարողանամ մուտք գործեմ իմ օնլայն բանկինգ, ու այդ տվյալները փաստորեն իրենց հասանելի է եղել։ Որքան եք տուժել։ Ձևակերպել են 5 միլիոն 900 քանի հազար վարկ եւ կար Ինեկո բանկով, այն դեպքում որ իրականում ոչ վարկային պատմություն եմ ունեցել, ոչ բարձր աշխատավարձ եմ ունեցել, ես կարծում եմ բանկը որևէ ձևով ընդառաջ չի գնում այս խնդիրներին, որ ասի ոչ, նույնիսկ իրանք ասեցին, եթե ուզում եք մենք տոկոսները կանգնացնենք, եկեք այստեղ պայմանագիր կնքեք, որ դուք պարտավորվում եք այդ գողացված գումարը հետ վերադարձնել, գողացել են 1.900.000 դրամ, այսինքն 1.900.000-ի համար ես գնայի տեղում ստորագրեի արդեն ֆիզիկապես, որ ես պարտավորվում եմ դա վճարել, որպեսզի 5.900.000 վարկն են ձևակերպել, հասցրել են տանեն 1.900.000, ես հասցրել եմ ժամանակին, ես ինքս եմ զանգել, ես ասեմ, բանկին զանգել եմ, խնդիր ունեցա անցած շաբաթ բանկի հետ, փորձել եմ Ինեկո բանկի հետ կապնվել 1 ժամ 20 րոպե, եւ գիշերվա ժամին 12-ի կողմերը չեմ կարողացել իրանց հետ կապնել, 1 ժամ 20 րոպե ընթացքում նոր իրենք կարողացել են իմ զանգին պատասխանել։ Նույնը տեղիանոցել նաև զեղծարարության օրը։ Ես բավականին երկար գծի վրա սպասել եմ, մինչև իրանք պատասխանեցին, ու այդ ընթացքում էլի գումարներ էին դուրս գալիս իմ հաշվից, այսինքն նույնիսկ էլեմենտար 24 ժամվա սփոթ իրանք չեն կարողանում։ Կարծիքով կենտրոնական բանկը ինչ-որ բան կարող է անել այս։ Իհարկե կարող է, որովհետև կենտրոնական բանկն է վերահսկում բոլոր բանկերին։ Ցանկացած գովազդի, ցանկացած նամակի տակ գրվում է, տվյալ բանկը վերահսկում է կենտրոնական բանկի կողմից։